Մեր երազած բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանը մենք կառուցելու ենք մեր հավաքական ուժով։ ԲՀԿ նախընտրական քարոզարշավի հիմքում այս հավատամքն է։ Արմավիր քաղաքում Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման են եկել բազմահազարային մարդիկ, ովքեր Հայաստանի ապագա զարգացումն ու կայուն առաջընթացը տեսնում են քաղաքական այս ուժի կողքին։ Բազմաթիվ են այն հիմնախնդիրները, որոնց լուծումը ժամանակի հրամայական է։ Անհնարին ոչինչ չկա։ Դատարկ ու անպագորգոր խոստումների փոխարեն պետք է ընդամենը համակարգված ու հետևողական աշխատանք, նկատում է Գագիկ Ծառուկյանը։ Մարդը պետք է կամեցող լինի, գնատող լինի եւ կարողանա մեր ժողովրդին, աշխատող ժողովրդին, այն վստահել աշխատող ժողովրդին, տեր կանգնի, ուշադրություն դարձնի, հնարավորություն տա։ Մեր համար պետք է ազգի հերոսը լինի, ոչ թե պաշտոնյան ու չինովնիկը, այլ սովորական աշխատող ժողովուրդը, ով բարիք է ստեղծում իր պետության, իր ժողովրդի համար, մարդու համար, մարդու կողքին, մարդու միջոցով, որը մարդկանց պետք է հնարավորություն տրվի։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր բոլորի ապագան Հայաստանում է, որտեղ ամենամեծ արժեքը մարդն է, հավասար պայմաններ եւ աշխատելու հնարավորություն յուրաքանչյուրին։ Այս նպատակին պետք է հասնել միասնական ջանքերով։ Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու եւ ոչ ոք մեր փոխարեն մեր երկիրը չի շենացնելու ու չի պաշտպանելու։ Ոչ մեկին չմեղադրեք։ Բոլորը ձեր ձեռքում են, մի օր մասնակցեք, դրեք, պահանջեք։ Ում վստահում եք, նրանց էլ պահանջեք։ Անկախ ընտրություններից ես ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, տեսնելով ջերմությունը, վերաբերմունքը, քաղցությունը, ավելի պարտավորված եմ, ավելի շատ եմ անելու։ Աստված ձեզ պահպան լինի, մեր բոլորի նպատակները իրականացում լինի։ Շնորհակալություն։ Հանդիպումն առավել քան ջերմ է ու տպավորություններով լի Դալարիկ համայնքում։ Գյուղի բոլոր բնակիչներն անձամբ են եկել իրենց աջակցությունն ու համակրանքն արտահայտելու քաղաքական այն ուժին, ում խոսքին ու գործին հավատում են ու վստահում։ Ես ինձ ձայնը տալու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որովհետև Գագիկ Ծառուկյանը այս 10 տարուց ավել է ապացուցել է իրան որպես ժողովրդական մարդ։ Իմ սիրած կուսակցությունն է, որը ժողովրդի համար է աշխատում։ Միակ կուսակցությունն է, որին կարելի է վստահել, մեր հույսը կապում են Գագիկ Ծառուկյանի իր Բարգավաճ կուսակցության հետ։ Հավատում ենք, որտեվ ինքը մինչև հիմա ինչ արել է իր ուժերով է արել եւ ինչի հասել է իր ուժերով է հասել։ Վստահում եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ ժողովրդական գործիչ է, ժողովրդի կողքին է եւ օգնում է ժողովրդին։ Մենք գիտենք, որ մեր հույսերը կիրականանա, եթե ընտրենք Բարգավաճ կուսակցությանը։ Վստահ ենք, որ կունենանք հզոր Բարգավաճ Հայաստան։ Մեծ հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ։ Անկախ ընտրությունների արդյունքներից ես միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Ես երբեք հուսախաբ չեմ անելու եւ բազմապատկելու եմ այն ջերմությունն ու վստահությունը, որ տեսնում եմ ձեր աչքերում, շեշտում է Գագիկ Ծառուկյանը։ Հնարավորություն ա տրված, թե 5 տարի ոնց եք ապրելու։ Գնացեք որոշեք, կանգնեք մի օր մասնակցեք, ում արած գործերը գիտեք, տեսել եք, հավատում եք, անկախ նրանից ով կլինի։ Մենք երբեք ոչ մեկի վրա ցեղ չենք շփրտում։ Մենք ասում ենք, մենք ինչ կարանք անենք։ Իրական կյանքում, եթե մենք այդ վստահությունը հավատքը ունենք, այսօր արժանացել ենք այդ վստահությանը, առավել եւս մենք դա սրբության պես պահել ենք, պահպանենք, ավելի շատ ենք անելու։ Ուշադիր ենք լինելու, հետևողական ենք լինելու, որ մեր ժողովրդի քվե ստանանք եւ ժողովրդի օրինակի խոսքը ստանանք։ Հավատացեք ձեզ, ձեր սկզբունքին, ձեր ընտրությանը, ուրիշ ոչ մեկին։ Շնորհակալություն։ Մեր պետությունն ավելի հզոր, երկիրն առավել անվտանգ, տնտեսությունը մրցունակ, իսկ կյանքը բարեկեցիկ։ Այս նպատակին տանող ճանապարհը մենք հաղթահարելու ենք միասին, արդեն մեծամորում նշում է Գագիկ Ծառուկյանը։ Մենք հեքիաթներ չենք պատմում, խոսում ենք քիչ, անում ավելին։ Ես ինձ պատասխանատու եմ զգում ձեր առջև։ Այսօր էլ ճոխ չենք խոսում, վերևից ասղեր չենք իջեցնելու, այլ մենք պատրաստակամ ենք, կա փորձ եւ կա իրական կյանքում, որ դա մենք ապացուցել ենք բոլոր ոլորտերում, որտեղ որ շփվել ենք, աշխատել ենք, ղեկավարել ենք, եղել է արդյունք, հաջողություն, հաղթանակ։ Ինչքան մեզ որ կվստահեք, այնքանով մեզնից կարող ենք պահանջել։ Փորձել ունենք, հնարավորություններ ունենք, ցանկություններ ունենք։ Միշտ պետք է հավատաս, լավատես լինես, լավը տեսնես, հույս կապես եւ անպայման ամեն ինչ լավ կլինի։ Աստված թող ձեր բոլորին պահպան լինի եւ ձեր բոլորի նպատակներն ու սպասելիքները իրականություն դարձնի։ Շնորհակալություն։ Արդար մրցակցություն եւ վստահելի ընտրություններ ԲՀԿ-ն պաշտպանելու եւ տերեկանգնելու յուրաքանչյուրի քվեին։ Մեր երկրի պատասխանատվությունը ձեր ուսերին է։ Քվեարկեք խղճի մտոք եւ սրտի թելադրանքով, այն վստահությամբ, որ ձեր ձայնը վճռորոշ է, ամփոփում է Գագիկ Ծառուկյանը։ Հավատա, վստահիր, պահանջիր։ Մենք հավատում ենք, վստահում ենք եւ սիրում ենք, ամենակարևորը։